Ժամանակի վկան հայագիտական հաղորդաշար, մնայուն արժեքներ հարափոփող ժամանակներում, մեր պատմությունը նոր լույսի ներքո, հաղորդումը վարում է շարքի հեղինակ Իրինա Բարսեղյան-Կրպեյանը։ Եթերում ժամանակի վկան հաղորդաշարն է։ Այսօր իմ հյուրն է մշակութաբան իսրայելագետ Արման Խաչատրյանը։ Երիտասարդ հետազոտողը համառոտ կներկայացնի պատմության ընթացքում հայերի ունեցած դերակատարությունը Պաղեստինում եւ ժամանակակից Իսրայելում։ Հայերի ներկայությունը Պաղեստինում ըստ պատմության եւ պատմագիտական աղբյուրների գալիս է դեռևս անհիշելի ժամանակներից, մասնավորապես հրեա պատմիչ Հովսեփիոս Ֆլավիուսը ունի տեղեկություններ այն մասին, որ Տիգրան Մեծի արշավանքների ժամանակ, երբ Տիգրան Մեծի իր զորքով արդեն երթ էր վերադառնում դեպի հայկական լեռնաշխարհ, իր հետ տարավ մեծաքանակ հրեաներ։ Ահա այս առաջին վկայություններից է, որ սկսվում է ըստ էության հայ-հրեական կապերը։ Սակայն հայերը Պաղեստինում, մասնավորապես Երուսաղեմում, հաստատվեցին հայերի քրիստոնեության ընդունումից հետո եւ անմիջապես քրիստոնեության ընդունումից հետո հայտնի է, որ Գրիգոր Լուսավորիչը Տրթատ արքայի հետ մեկնում է Հռոմ հանդիպելու կայսեր եւ հոգեվոր առաջնորդին։ Նրանք հաստատում են իրենց եկեղեցիների միջև կապեր եւ դրանից հետո բնականաբար հարց է առաջանում սուրբ վայրերի տնօրինության հետ կապված եւ վիճակահանության մեթոդով որոշվում է, որ սուրբ վայրերը պետք է տնօրինեն հայերը։ Սակայն Գրիգոր Լուսավորիչը տեսնելով, որ մյուս կրոնական, այսպես ասած, հանրույթները տխուր են այդ փաստից, նաև առանձնահատկորեն է ընձեռում նրանց, այսինքն կաթոլիկներին եւ հույն ուղղափառներին։ Այս տեղեկությունները պահպանվել են Գրիգոր Տաթևացու մոտ։ Դրանից հետո Պաղեստինում շատ իշխանություններ են փոխվել, կայսրություններ են եղել, մեծաթիվ արշավանքներ են եղել մամլուքների կողմից, որը ժամանակ այն գտնվել է ռոմեացիների իշխանության ներքո, այնուհետև արաբների երկարատև ժամանակահատված, նաև բյուզանդացիների, այնուհետև օսմանցիների։ Մոտ 400 տարի Պաղեստինը գտնվել է թուրքական կայսրության տիրապետության տակ։ Այս ընթացքում է, որ հայերը հիմնականում ստացել են իրենց կրոնական եւ էթնիկ իրավունքները, որը պատմության մեջ հայտնի ֆիրմա անունով։ Առանձնահատկորեն այդպես է կոչվում ֆիրմաներ, եւ այս ընթացքում է, որ մի քանի ֆիրմաների արդյունքում, մասնավորապես հայոց պատրիարքությունը ձեռք է բերում սուրբ վայրերի նկատմամբ մեծ առանձնահատկություններ։ Հատկապես դրանցից կարելի է հիշել վերջինը 1888 թվականին, որը հայոց պատրիարքին ընձեռում էր ոչ միայն իբրև պատրիարք, այլ նաև իբրև հայ համայնքի քաղաքական առաջնորդ եւ պատասխանատու սուլթանների առջև։ Պատմական կողմը բավականին հայտնի է եւ 1500 տարվա այս պատմության վերաբերյալ կան բազմաթիվ աշխատանքներ, մասնավորապես Սավալանյանցը, որը նաեւ Սիոն ամսագրի խմբագիրն էր եւ նաեւ կազմեց մայրցուցակ Սրբոց Հակոբյաց միաբանության այդ ձեռագրերի բավականին խոշոր գիտնական, ունի 2 հատոր Երուսաղեմի հայոց պատմության վերաբերյալ հայերը Երուսաղեմում եւ այստեղ մանրամասն շարադրված է հայերի ներկայության իրավունքների, նույնիսկ այլ կրոնական հանրույթների հետ իրենց վիճաբանությունները, ներքին ճակերտավոր ինտրիգները։ Սակայն ես ավելի շատ կուզենայի անդրադառնալ ժամանակակից խնդիրներին, որովհետև սկսած արդեն դարի սկզբից հրեաները, երբ սկսեցին ազգային պետություն ստեղծելու գաղափարախոսությամբ տարված իրենց եբրայերեն ասված ալիա, այսինքն ներգաղթել դեպի Պաղեստին, այս շրջանից սկսած բավականին բարդ զարգացումներ տեղ ունեցան, մասնավորապես հայերի համար։ 1917 թվականից սկսած Պաղեստինը արդեն համարվում էր Ազգերի լիգայի հատուկ որոշմամբ բրիտանական մանդատի հովանավորության տակ գտնվող մի տարածք, եւ բրիտանական կառավարությունը հասկանալով, որ չի կարելի կպնել կրոնական փոքրամասնությունների իրավունքներին, հաստատեց նախկինում ստատուս քվոն, որով բոլոր կրոնական փոքրամասնությունները եւ եկեղեցիները, որոնք գտնվում էին եւ ներկայություն ունեին Սուրբ Երկրում, մասնավորապես Երուսաղեմում, պահպանում էին իրենց իրավունքները սուրբ վայրերի նկատմամբ։ Սակայն երբ ստեղծվեց Իսրայել պետությունը 1948 թվականի մայիսի 14-ին, իրավիճակը փոխվեց։ Սակայն իհարկե Իսրայելը չունի սահմանադրություն, բայց իրենց հատուկ օրենքներում նշված էր, որ ցանկացած կրոնական փոքրամասնություն ունի խղճի կրոնական ազատության իրավունք։ Սակայն այս պատերազմի ընթացքում այնպես դասավորվեց հայերի ճակատագիրը, որ արևմտյան Երուսաղեմը մասը դարձավ Հորդանանի։
Մինչև 1967 թվականի 6-օրյա պատերազմը հայերը գտնվում էին Հորդանանի իշխանության ներքո։ Դրանից հետո նորից 6-օրյա պատերազմից հետո փաստորեն, երբ Իսրայելը անեքսիա ենթարկեց ամբողջ Երուսաղեմը, Արևմտյան Երուսաղեմը նորից մասը դարձավ Իսրայելի պետության։ Եվ բավականին բարդ իրադարձություններ տեղ ունեցան։ Օրինակ բերեմ, երբ այդ պատերազմի ընթացքում հարց էր առաջանում Արևմտյան Երուսաղեմում 5 քաղաքում բնակվող հայության մեջ, թե արժի վերցնել Հորդանանի քաղաքացիությունը, թե ամեն դեպքում միգուցե կգա օրը եւ նորից Արևմտյան Երուսաղեմը հայկական թաղամասով մասը կդառնա Իսրայելի եւ այս ժամանակ առաջանան խնդիրներ։ Իսկապես այդպիսի խնդիրներ առաջացան, որովհետեւ 6-օրյա պատերազմից հետո, երբ որ Մոշե Դայանը պաշտպանության նախարարը հայտարարեց, որ մենք 2000 տարվա մաքարումից հետո այլևս երբեք չենք բաժանվի Երուսաղեմից, արդեն ակնհայտ դարձավ, որ հայերը պետք է կամ լինեն քաղաքացի, կամ առնվազն իրենք չէին կարող այլևս լինել Հորդանանի քաղաքացի։ Ժամանակակից Իսրայելում խնդիրները բազմաթիվ են, այն իմաստով, որ ճիշտ է, բոլորը գիտեն հայկական թաղամասի մասին, հայության ներկայության մասին Երուսաղեմում, բայց Իսրայելում հրեաները ծանոթ չեն Հայաստանի ոչ պատմությանը, ոչ հայերի դերին իրենց երկրի, այսինքն Պաղեստինի կայացման գործում, ոչ հայերի մշակութային, կրթական, գիտական գործունեությանը այս տարածքում։ Պատճառները բազմաթիվ են, հիմնականում աշխարհի կրոնական մայրաքաղաք համարվող Երուսաղեմում բազմաթիվ կրոնական ներկայացություններ կան։ Եվ քանի որ Երուսաղեմը ունի մեծ խնդրեմ եւ ասում են, որ իսրայելա-արաբական խնդրի հիմքում ընկած է իրականում Երուսաղեմի խնդիրը, որովհետեւ արաբները համարում են, որ Երուսաղեմը իրենց մայրաքաղաքն է, հրեաները համարում են, որ ոչ, Երուսաղեմը իրենց մայրաքաղաքն է։ Եվ այս երկու խոշորագույն բախումների կենտրոնում գտնվում են հայերը, եւ հրեաները անընդհատ փորձում են ինչ-ինչ ճանապարհներով թույլատրել այս փոքրամասնություններին կրոնական։ Պատճառներից մեկը դա է, որ Իսրայելի պետություն ունի նաեւ քաղաքականություն, որ ամեն գնով պետք է Երուսաղեմը պահել։ Եվ այս քաղաքականության մեջ բնականաբար հայեր ունենալով բավականին մեծ թվով կալվածքներ, առանձնաշնորհումներ, սուրբ վայրերի նկատմամբ իրավունքներ, մի տեսակ ոսկոր են հանդիսանում Իսրայելի իշխանությունների կոկորդին։ Մյուս կողմից ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը այս իմաստով թույլ է, ինչու, որովհետև մենք չունենք բարձր մակարդակի դիվանագիտական ներկայացություն, ունենալ մի երկրում նմանատիպ ներկայացություն, կրոնական ներկայացություն, համայնք, ուզում եմ շեշտել, որ Երուսաղեմում ոչ միայն գոյություն ունի հայկական թաղամաս, պատրիարքի ովանու ներքո, այլ նաև այստեղ կա մի հրաշագույն մատենադարան, գրադարան, Գալուստ Գուլբեկյանի անվան, որտեղ պահվում է 100,000 գիրք, ես անձամբ եմ եղել այնտեղ, մի հրաշալի գրադարան է, հայագիտական մի բացառիկ կենտրոն, կա ընծայարան, որտեղ հիմնականում Հայաստանի Հանրապետությունից մեկնած ուսանողները հոգևոր կրթություն են ստանում, կա վարժարան, որտեղ հայ մանուկները սովորում են հայերեն, ոչ միայն հայերեն, այլ նաև դա կարելի ասել նախակրթարան է, դպրոց է, գոյություն ունի տպարան, առաջին լուսանկարչական տունը, այսպես ասած, հենց Երուսաղեմում է բացվել հայերի ձեռամբ։ Էլ չեմ խոսում այն գիտակրթական ուսումնասիրությունների հայագիտական, որոնք կատարվել են Երուսաղեմում հայերի կողմից դարերի վեր։ Եվ այս ամբողջը պետք է պահպանվի։ Նաև կա թանգարան, ես մոռացա դրա մասին նշել։ Բացի դրանից խնդիրները բազմաթիվ են։ Իսրայելը որպես պետություն եւ Հայաստանի Հանրապետությունը իբրև պետություն գտնվում են աշխարհաքաղաքական տարբեր բևեռներում։ Սա նաև պատճառներից մեկն է։ Իմ անձնական ուսումնասիրության արդյունքները մի փոքր ներկայացնեմ։ Այն մարդիկ, ովքեր եկել էին Սովետական Միությունից, այսպես ասած Ռուսաստանից ներգաղթած հրեաներ էին, երբ լսում էին, որ ես Հայաստանից եմ, խանդավառվում էին։ Բայց այն մարդիկ, ովքեր եկել էին, օրինակ Ամերիկայից կամ Եվրոպայից, աֆրիկական երկրներից, արաբական երկրներից, լսելով, որ ես Հայաստանից եմ, ոչ մի ազդեցություն չէր գործում նրանց վրա, նույնիսկ նրանք չգիտեին, թե որտեղ է Հայաստանը։ Նույնիսկ հնչել են զավեշտի հասնող հարցեր, օրինակ այսպեսին, արդյոք ձեր լեզուն ռուսերենն է կամ որտեղ է գտնվում Հայաստանը։ Սա խոսում է նրա մասին, որ ռուս հրեաները, որոնք ապրել են հայերի հետ միևնույն պետության սահմաններում, Սովետական Միության, ծանոթ են հայերի մշակույթին, հայերի, կարելի ասել, որոշակի չափով պատմությանը, վարվելաձևին եւ բավականին մեծ հարգանք ունեն։ Ես ուզում եմ սրանով ասել, որ խնդիրը հայերիս մեջ չէ։ Կարծում եմ այստեղ Հայաստանի Հանրապետությունը թերանում է եւ մեզ հարկավոր է բարձր դիվանագիտական հարաբերություններ հաստատել այս պետության հետ, ոչ միայն լուծելու համար հայոց պատրիարքության առջև ծառացած խնդիրները, բայց նաեւ առիթ եւ հնարավորություն ունենալու պաշտպանելու այս իսկապես հայագիտական խոշոր հարստությունը։ Ես նաև կուզեի խոսել Եբրայական համալսարանում հայագիտական կենտրոնի մասին, որը խոշորներից է
աշխարհում։ Նրա ղեկավարը եւ հիմնադիրը Մայքլ Սթոունն է, որը բավականին հայտնի հայագետ է, սակայն նա այժմ թոշակի է եւ քիչ ֆինանսավորման պատճառով այս ամբիոնը ճակերտների մեջ է միարկի այս բառը օգտագործում, բարձի թողի վիճակ է, որովհետեւ իրականում ուսանողները քիչ են, ֆինանսավորումը քիչ է եւ այստեղ է որ նաեւ ինչու՞ չէ Եբրայական համալսարան Hebrew University-ն, որը աշխարհում 100 լավագույն համալսարաններից է եւ ունենք այդպիսի մի ամբիոն իրանական եւ հնդկական ուսումնասիրությունների այդ ֆակուլտետում, Հայաստանի Հանրապետությունը հարկ է որ ֆինանսավորի գոնե այս ամբիոնի գործունեությունը այն ուսանողներին, ովքեր որ կուզենան կցանկանան սովորել եւ մասնագիտանալ հայագիտության ոլորտում։ Սա կարծում եմ շատ կարեւոր է։ Իսրայելը որպես այդպեսին այսօր էլ համարվում է աշխարհում գիտակրթական առաջատար պետություններից մեկը եւ իմ համալսարանում երբ դասերի ընթացքում անընդհատ ես փորձում էի հрьяաների եւ հայերի ճակատագրական նմանությունների մասին խոսել, իմ դասախոսներից մեկը, որը հայտնի պրոֆեսոր է Իսրայելում, Զակի Շալոմը, ուղղակի առաջարկ արեց, որ շատ հետաքրքիր կլինի գիտական փող համագործակցություն սկսել հայ գիտնականների կամ Հայաստանում կրթագիտական որևէ հաստատության հետ։ Գաղափարը նրանում էր, որ հрьяաները իրենք էլ ընդունում են, որ իրենք չեն ճանաչում հայերին եւ քիչ տեղեկատվություն ունեն հայերի մասին։ Թերևս տարիներ առաջ երբ գործում էր Եբրայական համալսարանի այս հայագիտական կենտրոնը, այս բացը լրացված էր։ Հիմա այդ բացը նկատելի է։ Եվ այս արձակուրդի ժամանակ, երբ որ ես գտնվում եի Հայաստանում, մի քանի փորձեր արեցի գտնել մարդկանց, դեռ չեմ հաջողել, բայց հույս ունեմ, որ մեկս լավ առիթ է, որ մարդիկ ովքեր լսում են ինձ, միգուցե կապնվեն ինձ հետ եւ ես միջնորդ կհանդիսանամ գիտական համագործակցություն սկսելու համար։ Հրեությունը, այսպես ասած, բավականին բազմաշերտ է։ Հրեաներ, որոնք ապրում են Սփյուռքում եւ հրեաներ, որոնք ապրում են Իսրայելում։ Այս հրեաներին մենք պետք է հստակ զանազանենք։ Նույնիսկ իրենց մեջ կան բավականին մեծ բանավեճեր, մեծ հակասություններ։ Շփոթություններից զերծ մնալու համար նշեմ, որ օրինակ շատ են ուսումնասիրությունները Հոլոկոստի եւ հայոց ցեղասպանության միջև։ Այս առումով այո, ինչ որ բաներ արվել են հենց նույնիսկ մեր կողմից, նաեւ հրեական կողմից, սակայն կոնկրետ հայագիտական կամ իսրայելագիտական, հրեագիտական ուսումնասիրությունները քիչ են, որպես այդպեսին։ Որպես օրինակ ուղղակի բերեմ, հայերը Պաղեստինում 1917-ից մասնավորապես մինչև 48 թվականը ունեցել են ծաղկում, որովհետև այս շրջանում էր որ բացվեցին նախակրթարանը եւ այլն, տպագրատունը աշխատում էր, Սիոնը լույս էր ընծայվում, բրիտանացիները մեծ առավելություններ էին տվել հայերին, այսպես ասած ճակերտավոր բարի աչքով էին նրանց նայում, բայց եկեք փորձենք գիտական գրականության մեջ որևէ բան գտնել այս ամենի մասին, լուրջ աշխատանք կամ ինչ-որ մի գիրք շատ դժվար է, հոդվածները քիչ են, մասնակի ուսումնասիրված եւ սա հարկ է որ լրացվի։ Սովորելով Երևանի Պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի մշակութաբանության բաժնում, ավարտելով մագիստրատուրան, մեկնել եմ ծառայության, հաճույքով ծառայել եմ զինված ուժերում, դրանից հետո վերադառնալով անձնական նախաձեռնությամբ մի ծրագիր գտա, որտեղ անգլերենի իմացությամբ մարդը եւ նաեւ լավ բակալավրիատի գնահատականներ ունեցող մարդը կարող էր դիմել։ Եվ մի փոքր ուղղակի ուսումնասիրելով դաշտը, տեսնելով, որ մենք Հայաստանի Հանրապետություն եւ Իսրայելի պետություն ունեն մեծագույն խնդիրներ եւ չունենք մասնագետներ, ուղղակի որպես այդպեսին չկան իսրայելագետներ, որոշեցի լինել առաջամարտիկ եւ դիմեցի, հաջողեցի, շահեցի կրթաթոշակ, որի շնորհիվ հիմա կարողանում եմ ծախսերս հոգալ։ Այլ եղան մարդիկ, ովքեր ինձ օգնեցին, ես նրանց եմ շնորհակալ, մասնավորապես ուզում եմ նշել նրանցից մեկին, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հպատոս Սարգիսովին, որը իմանալով այս նախաձեռնության մասին ֆինանսապես աջակցեց ինձ։ Եվ այնտեղ ընդունվեցի իսրայելագիտության բաժինը, հիմա ուսումնասիրում եմ Իսրայել պետության ոչ միայն քաղաքական եւ մշակութային կառուցվածքը, բայց նաեւ սոցիալական ինստիտուտները, դրանց մեջ մտնում է տնտեսություն, Սփյուռքը, իրենց զինված ուժերը եւ այսպես համալիր ուսումնասիրում եմ Իսրայել պետությունը։ Ես որոշեցի զբաղվել հայերը Սուրբ Երկրում հենց բրիտանական մանդատի շրջանում։ Այս 30 տարիների ընթացքում, որի ժամանակ հայերը բավականին մեծ առանձնահատկություններ, մշակութային, գիտական ծաղկուն կյանք են ունեցել։ Ավարտվեց ժամանակի վկան հաղորդաշարի հերթական թողարկումը, որը պատրաստեց եւ վարեց Իրինա Բարսեղյան-Կրպեյանը։ Հետևեք ժամանակի վկան հաղորդաշարի ընթացքին եւ ժամանակակիցների վկայություններից կատարեք անհրաժեշտ հետևություններ։